Դատական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված մի շարք մտահոգություններ կան։ Առաջին ընթերցման արդեն ազգային ժողովում անցել է, պապան, ձեր գնահատականը սա ՀԿ-ներին բերում են մահակ դատավորների գլխին, այսպեսին է որակումը։ Ում կողմից։ Իշխանությունների կողմից այդպես է որակումը։ Իշխանությունները չեն որակում, փաստաբաններն են որակում այդպես, դատավորները ներքին։ Գիտեք, մի քիչ հիմա դժվար է այս պահին ասել, թե ինչի համար է դա գալիս կամ ինչ կլինի, բայց ամեն դեպքում եվրոպական չափանիշներին համապատասխան չի, ըստ իմ կարծիքի, որովհետև նախկինում ես եղել եմ նույն դատական օրենսգիրք, սահմանադրական օրենքի հայեցակարգի հանձնախմբի մեջ, նախագծման փուլում, այդ ժամանակ էլ մենք ուսումնասիրել էինք տարբեր եվրոպական փաստաթղթեր, դատական իշխանությունը անկախություն նաև պայմանավորված էր իր ներքին անկախության ձևավորմամբ, այսինքն պետք է լինեին այդպիսի հանձնաժողովները, ոչ միայն այդ հանձնաժողովը, մնացած բոլոր հանձնաժողովները մեծամասնությամբ դատավորներից եւ այնտեղ մեկ կամ խորհուրդ էր տրվում մեկ կամ երկու հոգի լինեն, որպեսզի ճակերտավոր ասած որպես աչք, այլ ոչ թե հավասարակշռող։ Այս պայմաններում ես չգիտեմ դա մահակ է, թե մահակ չի, ինչ ազդեցություն կունենա վաղը, ամեն դեպքում չեմ ողջունում։ Վենետիկի հանձնաժողով հնարավոր է դատական համակարգը գործընթաց սկսի դիմի, ինչպես նաև մի շարք դեպքերում, երբ որ օրենքում փոփոխություններ էին փորձում անել, Վենետիկի գնահատականից հետո իշխանությունները հետ քաշվեցին, հնարավոր հիմա։ Չեմ կարծում, որ դատական իշխանությունը կամ դատական իշխանության որևէ ներկայացուցիչ հիմա այդ հարցով դիմի Վենետիկի հանձնաժողով։ Որովհետև նախկինում ցույց տվեց, որ դիմելով եւ Վենետիկի հանձնաժողովից նմանատիպ պատասխանները ստանալուց հետո նույնը փոխվել է, այսինքն որևէ մեծ ազդեցություն չի ունեցել։ Դատավորները պետք է լռեն, համակերպվեն, մտահոգիչ է, բայց լռեն եւ համակերպվեն, այնինչ փոփոխություններ որ պատրաստվում են, իրական չպայքարեն։ Չէ, ով ասես, թող պայքարեն, բայց պայքարեն, այսինքն այնտեղ որտեղ որ պայքարեն արդյունք չկա, պետք չի կրկին պայքարել։ Կարող է հետագայում այդ դատավորների համար ավելի լուրջ խնդիրներ առաջացնել, չէ՞, եթե այդ հավասարակշռությունը ներկայացվածությունը ավելի ոչ դատավորների։ Հնարավոր է, բայց այս պահին ես չեմ կարող որևէ երաշխիքներով պատասխաններ տալ։ Հնարավոր է։ Ամեն դեպքում մտահոգիչ է։ Պապան, դուք դատական համակարգի ամենահամարձակ դատավորն եք, ամեն դեպս այսպիսի որակում տալիս են մի շարք փաստաբաններ, նաև վստահ եմ գործընկերներից բոլորն են տեսել, թե դուք ինչ որոշումներ եք կայացրել, մտավախություն չկա, որ այդ որոշումների հետագա արդյունքում նաև իշխանությունները մի քանի դատավորներ մնացել կգան իր հետևից, մտավախություն չունեք, որ ձեր գործընկերները։ Ես իմ ցանկացած որոշման կայացման կապակցությամբ որևէ մտավախություն չեմ ունենում։